Բարի երեկո, Արմենիայի եթերում ընտրության ժամն է, մենք հյուրընկալում ենք քաղաքական ուժերին ներկայացնելու իրենց տեսլականը ծրագրերը ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին ընդառաջ եւ այսօր իմ հյուրը ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Քրիստինե Վարդանյանն է։ Բարի երեկո, Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Վարդանյան, մոտ 1.5 ամիս է մնացել խորհրդարանական ընտրություններին, վերջին օրերին հաճախ տարբեր սոցիոլոգիական հարցումներ են հրապարակվում, որտեղ տարբեր կարծիքներ եւ գնահատականներ կան, թե որ ուժերը կարող են անցնել խորհրդարան։ Եվ հրապարակումներից մեկում օրինակ նշվում է, որ Հայաստան խմբակցությունը, Հայաստան դաշինքը հնարավոր է, որ այս տարի չանցնի խորհրդարան։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք հիմա դաշինքով եք դիմում, արդյոք այս ռիսկը հաշվի չեք առել եւ չէր կարելի օրինակ կուսակցության ձևաչափով մասնակցել ընտրություններին, ձեր մեկնաբանությունը։ Շնորհակալ եմ, ես տրամադրված եմ շատ անկեղծ զրույցի, դրա համար եկեք շատ անկեղծ պատասխանեմ։ Ինչ եք կարծում, եթե նման ռիսկ լիներ, մենք ինքնասպաններ ենք։ Այսինքն ոնց կարող է այդպիսի ռիսկ լինի ու դու գնաս այդ ռիսկին հասկանալով դրա հետևանքները, ինչ վերաբերում է սոցիոլոգիական հարցման տվյալներին, ես անկեղծ ուզում եմ հունիսի 8-ին պատկեր տեսնել այդ մարդկանց դեմքը, ովքեր հիմա նման պնդում են անում։ Ես ուղղակի մեր քաղաքացիներին, որպեսզի այս թեման փակենք, խորհուրդ եմ տալիս նայել օրինակ Գյումրի ընտրություններին ինչ էին կանխատեսում, Երևանի ավականու ընտրություններին ինչ էին կանխատեսում։ Այդ նույն ընկերությունը, որ այդպիսի բան է հրապարակել 2021-ի ընտրություններից առաջ ինչքան էր կանխատեսում եւ տեսեք, որ 20%, 30% շեղում կա, դա բնական ոչ մի ձև չի կարող լինել։ Դրա համար սոցիոլոգիական հարցումները Հայաստանում վաղուց վերածվել են քարոզչական գործիքների, օգտագործվում են քարոզչության եւ տրամադրություն ստեղծելու համար։ Կարող է հասկանալի լինել, չգիտեմ որքանով ընդունելի, բայց եկեք այսպես ասենք, Հայաստան դաշինքը քաղաքական դաշտի ամենակայացած ուժերից մեկն է, ես նկատի ունեմ եւ ստրուկտուրալ առումով, եւ թիմային առումով, եւ մրցունակության առումով, բնականաբար եթե մենք այդպիսի ռիսկ տեսնեինք, նման որոշում չէինք կայացնի հենց մեր լավագույն շահից ելնելով, եւ նման ռիսկ չենք տեսնում, ավելին համարում ենք, որ այս ընտրությունների կարևորագույն դերակատարություն ենք ունենալու ամենաֆավորիտ ուժերից մեկն է, կարծում եմ մնացածը առաջիկայում համոզվելու առիթ կունենանք։ Քանի որ ֆավորիտ լինելու մասին բարձրաձայնեցիք, ես հիշում եմ, որ 2021-ի ընտրություններին իրապես Հայաստան դաշինքն էր ընդդիմության ֆավորիտը եւ առաջատարը, բայց կարծես թե հիմա մի փոքր այլ է եւ այլ ուժի մասին են որպես ֆավորիտ եւ շատ ավելի շատ ձայներ ունենալու հավանականության մասին խոսում։ Ձեր ուժը, ես նաեւ ձեր գործընկերներին եմ հարցրել, հնարավոր համարում է ուժեղ Հայաստանի այդ գործակցությունը։ Միայն ուրախ ենք, որևէ ափսոսանքի, խանդի, նախանձի զգացողություն չունենք, որ ընդդիմադիր դաշտում մենակ չենք, կան ուժեր, այլ ուժեր, ովքեր հավակնում են շատ քվեներ հավաքել, ովքեր հավակնում են իրենց ծրագիրը ներկայացնել մեր քաղաքացիներին ու ստանալ վստահության քվե, որովհետև գիտակցում ենք, որ այս ճգնաժամը մի որևէ ուժ քաղաքական չի կարող հաղթահարել։ Մեր ունեցած տվյալներով այս պահին որևէ մեկը միայնակ չի կարողանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու փոփոխություն բերել, բայց ամեն ինչ որոշելու է քաղաքացու քվեն։ Քաղաքացու քվեները եթե կբաշխվեն այնպես, որ մեր ձայները անհրաժեշտ կլինի փոփոխության համար, հայտարարել ենք բազմաթիվ անգամներ, որ մենք պատրաստ ենք այդ համագործակցությանը։ Եթե որևէ ուժ կա, որ հայտարարում է, եթե անգամ իր ձայնից կախված լինի փոփոխությունը, ինքը տարբեր պատճառներով չի գնալու այդ քայլին, այդ ուժը պիտի հայտարարի, ուրեմն ինչ է առաջարկում ու փաստացի պիտի արձանագրենք, որ այդ ուժը հայտարարում է, որ եթե իրենից կախված լինի փոփոխությունը, ինքը խոչընդոտելու է այդ փոփոխությանը։ Մենք այդ ճանապարհով չենք գնալու։ Բայց իշխանությունը վստահ է, որ 50+1 ձայն ստանալու է եւ սահմանադրական մեծամասնություն է կազմելու։ Սա ինքնավստահ իշխանության պահվածք է, անկեղծ ասեք։ Այս պահվածքը, այս արարքները, այս ձերբակալությունները, այս խոսույթը, սա ինքնավստահ իշխանության պահվածք է, դա այդպիսի տպավորություն փորձել թողնող իշխանության պահվածք է, բայց սա ինքնավստահ ուժի պահվածք չէ։ Ի վերջո, ինքնավստահ ուժը սեփական ժողովրդին պատերազմով չի սպառնում։ Հասկանում եք, դա ծայրահեղ քայլ է, որը անում է ԿՊ-ն, որովհետև հասկանում է, որ չունի այլևս այն աջակցությունը, այդ աջակցության կեսն էլ, որը ունեցել է նախկինում, այս պահվածքը սկսած խոսույթից մինչև ծրագրերը, գիտեք հիմա ինչ տպավորությունը որն է, իրենց նախընտրական պլատֆորմը թողել են, անցել են մեր նախընտրական պլատֆորմի իրականացմանը, այն նախագիծը, որը մենք բերել ենք ԱԺ մերժել են,
թոշակների ինդեքսավորումը։ Հիմա ասել եմ, որ դրա կարիքը չկա, հնարավոր չի դա բյուջեով անել։ Հիմա քաղաքացիների հետ հանդիպմանը խոստանում են, որ կանեն։ Սա ինքնավստահ ուժի պահվածք չէ։ Հակառակը ԿՓ-ի եւ խոսույթը եւ պահվածքը վկայում են նրա մասին, որ իրենք շատ լավ տեսնում են իրականությունը ու հասկանում են իրականում ինչ իրավիճակում են։ Իսկ իրականությունը հետեւյալն է։ Այո, իշխող ուժը Հայաստանում ունի վարչական լծակներով աջակցություն, բայց այդ աջակցությունը խիստ սահմանափակ է, ընդդիմադիր տրամադրությունները էականորեն մի քանի անգամ ավելի շատ են, բայց դա կարող է բերել փոփոխության մի դեպքում, եթե քաղաքացիները մասնակցեն ընտրությունների։ Դա է անկյունակարը։ Եթե չմասնակցեն, այո, ԿՊ-ն այդ 20%-ը, 25%-ը, որ ունի աջակցություն, կարող է 50-ել դառնա, 70-ել դառնա, եթե մասնակցությունը ցածր լինի։ Այսինքն մեր քաղաքացիները իրենց մասնակցությամբ կամ չմասնակցությամբ են որոշելու իրավիճակը։ 2021-ին խորհրդարան գնացիք հստակ իշխանափոխության նպատակով եւ պահանջով, բայց ինչ որ պատճառներով դա տեղի չունեցավ։ Այս անգամ Հայաստան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը ինչ օրակարգով է գնում խորհրդարան։ Շնորհակալ եմ այս հարցի համար։ Այո, դա ենք խոստացել եւ դրա ուղղությամբ ենք աշխատել, չեղավ, որովհետեւ չստացանք այն աջակցություն կասենք, ուժ կասենք, որը բավարար էր փոփոխության համար։ Ինչու չստացանք։ Այդտեղ տարբեր պատճառներ, սա ամենևին մեղադրանք չի հասարակությանը։ Չկարողացանք բացատրել, չկարողացանք արդյունավետ կոմունիկացիա գուցե իրականացնել, բավարար չկարողացանք անել, չկարողացանք դիմագրավել քարոզչական արշավներին։ Բայց ո՞րն է, եթե ուզում եք սրեմ հարցը, մեր ու իշխող ուժի տարբերությունը, որ թեև նպատակից չես հասել, բայց նպատակից չես շեղվել։ Դա եղել է վերջին 5 տարիների մեր գործունեության առանցքը, այդ նպատակը պահպանել ենք, հաշվի առնելով ինչքան աջակցություն ենք ստացել, խորհրդարանում փորձել ենք գործունեություն ծավալել, ավելացնել մեր վստահության քանակը, ավելի արդյունավետ հաղորդակցվել քաղաքացիների հետ, բացատրել իրավիճակը, նպաստել մթնոլորտի փոփոխությանը ու եթե այդ աշխատանքի արդյունքը չի նաև այն, որ հիմա մենք արդեն գործ ունենք այսքան տարբերվող մթնոլորտի հետ, բա որ աշխատանքի արդյունքն է, նաև ես նկատի ունեմ, մենակ մենք չենք, բայց այո, մենք մեր աշխատանքով նպաստել ենք։ Հիմա էլ նպատակը նույնն է։ Նպատակը իշխանության փոփոխությունը չի, նպատակը անվտանգ մրցունակ Հայաստան ունենալն է, բայց միջոցը դրա իշխանության փոփոխությունն է։ Դրա համար էլ հիմա ուզում ենք լինի այդ փոփոխությունը, որ սկսենք վերակառուցումն ու վերականգնումը, դա է մեր նպատակը։ Հայաստան դաշինքի ծրագրային կետերից մեկը վերաբերում է բանակի վերազինմանը։ 3 իշխանական падգամավորներից մեկը օրենքի նախագիծ էր բերել, որին դուք եւ ձեր խմբակցությունը, նաեւ ընդդիմադիր մյուս ֆրակցիան դեմ արտահայտվեցին։ Խոսքը այն մասին է, որ Հայաստանից հեռացած կամ Հայաստանից հեռու գտնվող քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան, ինչ որ գումար վճարել, որոշ ժամանակ ծառայել եւ ազատվել բանակից։ Սա նպատակ ունի նաև ըստ օրենքի նախագծի բանակը վերազինել, նոր կադրերով համալրել կամ նաև ֆինանսական հոսքեր ապահովել։ Ինչու դեմ քվեարկեցիք։ Մենք ոնց որ կամաց գնում ենք գումարով բանակից ազատվելու, գիտեք։ Այսինքն ինչ է նշանակում չպատժել այդ քաղաքացիներին, որոնք քրեական հանցագործություն են իրականացնել, չկարողանալ գտնել իրենց, չկարողանալ բերել, ասել դե քանի որ այդ իրավիճակը կա, եկեք բան անենք, միլիոնավոր դրամներ դնենք, ըստ էության խրախուսել է, որ շրջանցիր օրենքը, գնա Հայաստանի Հանրապետությունից դուրս, հետո արի վճարի եւ բան արա, ամեն ինչ նորմալ կլինի։ Բայց ասում են մեկ է այդ մարդիկ Հայաստան չեն գալու, այսպես թե այնպես։ Հիմա փող վճարելով գալու են։ Բայց գալու են, այդտեղից է, ու դա բանակի վերազինման հետ ինչ կապ ունի, դա է հարցը, բանակի վերազինման հետ ինչ կապ ունի։ Հա, падգամավորներից մեկը ներկայացրել է մի նախագիծ, մի քանի հոգի վստահ եմ իրեն դիմել են, որ այ եթե այսպես լիներ, մենք կգանք եւ այլն, իսկ օրինակ մենք մեր նախ մի շաբաթ ենք ներկայացնելու անվտանգային կոնցեպտը եւ իմ այն գործընկերները, ովքեր դրա մասնագետն են, կկարողանան ավելի հիմնավոր եւ կոնցեպտուալ ներկայացնել, բայց օրինակ մենք հակառակ մտայնություն ունենք։ Մենք ունենք կետ, որով եթե բանակից ապօրինի ազատվածների մասին է խոսքը, իրենք չպիտի Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն պաշտոն զբաղեցնեն։ Մեր պատկերացումով զինվորականի մասնագիտությունը բանակ ծառայել ոչ միայն պիտի լինի պարտավորություն, այլ նաեւ պիտի լինի հետագայում ճանապարհ հարթելու միջոց եւ զինվորական մասնագիտությունը պիտի լինի Հայաստանում ամենագրավիչ մասնագիտություններից մեկը։ Հիմա այս կոնցեպտուալ մոտեցումների տարբերությունը ձեր ասած նախագիծը որևէ կապ չունի բանակի վերազինման հետ։ Այդ նույն մարդը, ով ներկայացրել էր նախագիծը, լրագրողների ճփումով ինչ էր ասում։ Ասում է հիմա կարտասվեմ 7-ից 10 օր բանակում չեն լողանում, ողբալի վիճակ է։ Հիմա վերազինել են բանակը, փոխել են, վերափոխել են բանակը։
Թե 8 տարի ոչինչ չեն արել, այսինքն ինքնախոստովանություն է, չէ՞։ Մենք ասում ենք, որ այո, պետք է բանակի ամբողջական այսինքն մեր անվտանգության հիմնական երաշխավորը մեր բանակն է, այդտեղ այո, պետք է ելակային, չէ՞, կոնցեպտուալ բարեփոխումներ, իմ գործընկերները դրան կանադառնան, կարծում եմ մյուս շաբաթ։ Մինչև այդ համենայն դեպս հրապարակային հայտարարություններում ձեր գործընկերները ասում են, որ բանակը պետք է եւ սպառազինությունը ավելացնել, եւ բյուջեն ավելացնել եւ այլն։ Արդյոք սա չի նշանակում, որ Հայաստանը ռազմականացվում է եւ օրինակ Ադրբեջանի համար նոր սադրանքի հնարավորություն կամ առիթ կտա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հիմա որ որոշել է մայիսի 28-ին զորահանդես անել, դա ռազմականացում է, թե չէ։ Թե ուղղակի ընտրություններից առաջ հասկանում է, որ մարդիկ ամենագլխավոր պահանջը ամեն ինչից անկախ պաշտպանված լինելու հիմնարար բնազդն ու պահանջը։ Չէ՞ ոնց կարող է քեզ պաշտպանել նշանակի, որ դու հարձակվում ես։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը վերջին անգամ երբ է հարձակողական պատերազմ եղել։ Տիգրան Մեծի ժամանակ։ Սեփական ինքդ քեզ պաշտպանելը, քո բանակը վերազինելը ոնց կարող է նշանակել, որ դու հարձակողական քաղաքականություն ես վարում։ Ոչ, դա չի նշանակում։ Մենք կարծում ենք, որ բանակը պիտի այո վերազինել, ռազմական բյուջեն չպետք է կրճատել, ոնց որ հիմա է տեղի ունենում, բայց դա իհարկե չի նշանակում, որ մենք պիտի պատերազմ հայտարարենք Ադրբեջանին, Թուրքիային կամ որևէ մեկին։ Դա նշանակում է, որ մենք պիտի հոգանք հնարավորինս մեր անվտանգության խնդիրներ։ Դա գիտեք ինչ է նշանակում, որ մեզ չպիտի ամեն անգամ գան սպառնան, ասեն սա պիտի անենք, թե չէ պատերազմ կլինի, աղետալի պատերազմ մենք կոչնչանանք։ Մենք պիտի հասնենք այն կետին, որ մեր հետ այդ լեզվով չկարողանան խոսել։ Երեք վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ձեր տեղը նստած հղում անելով երկրորդ նախագահի այն հայտարարությանը, որ Հայաստանը պետք է չբավարարվի 29743 քառակուսի կիլոմետր տարածքով, այս հայտարարությունը մեկնաբանում էր, որ սա երբ որ որևէ քաղաքական ուժ նման հայտարարություն է անում, ապա ուղիղ պատերազմի սպառնալիք է բացում։ Ձեր մեկնաբանությունը։ Չբավարարվելը որն է, նախագահ Քոչարյանը ինչ է նկատի ունեցել, որ մենք պետք է մեծ մտածենք։ Հիմա ո՞նց է ստացվում, որ անհատ որպես խրախուսվում է մեծ մտածելը, անսահման երազանքներ ունենալը, տիեզերքը նվաճելը, աշխարհը փոխելը, բայց հենց գալիս է ազգերին ու հավաքականություններին, ասում են, չէ դու իրավունք չունես մեծ մտածելու։ Մեծ մտածելը ինչ է նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը, այո, միայն Հայաստանում ապրողների հայրենիքը չէ, աշխարհասփյուռ բոլոր հայերի հայրենիքն է, որ մենք ունենք ներուժ նաև Հայաստանից դուրս, որ մենք ունենք պատմամշակութային ժառանգություններ Հայաստանից դուրս ու ամբողջ հայկական լեռնաշխարհի տարածքում, Կիլիկիայից մինչև ներկայիս Իրանի տարածք, մինչև Միջագետ ստեղծել ենք պատմական ժառանգություն, ունենք քաղաքակրթության դրսևորումներ, որ մենք դրա ժառանգորդը մեզ պիտի համարենք ու այդպես մոտենանք աշխարհին, այդ տրամաբանությամբ պիտի առաջնորդվենք։ Հիմա եթե սա ռազմատենչություն է, մենք ասում ենք սա մեր ինքնությունն է, մենք դրա վրա հիմնվելով պետք է կարողանանք բան անել, մեր առաջընթացը ապահովել։ Իսկ Հայաստան Դաշինքի, որպես հանկարծ չստացվի հարցից խուսափում եմ, գլխավոր ծրագիրը հիմա այդ 29800-ը որ ասում են կա, 29800-ը կա, Երևանի չափ տարածք 240 քառակուսի կիլոմետր օկուպացված է։ Մեր նպատակը, եթե հարցնում եք որն է, գալ պաշտպանել այն ինչ որ ունենք, փորձել պահել այն ինչ որ ունենք, ուժեղանալ, բայց առանց փակելու մեր իրավունքների պաշտպանության համար դռները։ Ձեր մատնանշած տարածքը Տիկին Վարդանյան, իշխանությունն ասում է, որ մենք պատերազմով հետ չենք բերելու։ Դուք դիվանագիտական լուծում պատկերացնում եք այդ հարցին։ Ես առնվազն պատկերացնում եմ դրա մասին խոսել, բանակցել եւ դա դարձնել օրակարգ։ Այսինքն որևէ այլ տարածքի տալ զորքեր գետ քաշելուց առաջ խոսել այդ տարածքների մասին, ինչի սահմանագծում եւ սահմանազատումը խաղաղության պայմանագրից հետո այդ հարցը կլուծվի։ Ոնց։ Մեզ քանից այդպիսի խոստում են տվել։ Ոնց։ Նախ այդ պայմանագրի մասին որ խոսեցիք, այդ պայմանագիրը ստորագրվելու է։ Էլ ինչ պիտի անենք այդ պայմանագիրը ստորագրվի։ Այլև ասում է սահմանադրությունը ձեր պիտի փոխեք։ Մենք համաձայն ենք Այլևի պատկերացրած սահմանադրությանը, Այլևի հակով կարած սահմանադրությանը պիտի այո ասենք հաջորդը ինչ պահանջ է մեր արժև դրված լինելու, որ այդ պայմանագիրը ստորագրվի, հետո ոնց է լուծելու, այնտեղ որևէ մեխանիզմ չկա։ Ես արդեն հոգնել եմ 3-4 տարին է ասում ենք, որ որևէ մեխանիզմ չկա։ Որևէ մեխանիզմ ամրագրված չի։ Կամ կա, եթե կա, թող հիմա բերებ տողը ցույց տամ, որ ադրբեջանական զորքերը ետ են քաշվելու պայմանագրի ստորագրումից հետո։ Չկա։ Ադրբեջանը չի ֆիքսել մի գիծ, որից արևմուտք ինքը ճանաչում է Հայաստանի Հանրապետություն։ Կոնկրետ քարտեզ չի ֆիքսել։ Ու դա է ամբողջ խնդիրը։ Հիմա ասում եք ոնց պատերազմով չեմ պատկերացնում, բայց դա պատկերացնում որ քննարկման առարկա պիտի լինի։ Ընդհանուր առմամբ ստացվում է, որ Հայաստան Դաշինքը դեմ չէ Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց որոշակի վերապահումներ ունեք։ Իշխանությունն ասում է Տիկին Վարդանյան, այդ ձեր մատնանշած
վերապահումները, որ բերեք բանակցային սեղան, կնշանակի, որ ուղիղ կբացեք պատերազմի դուռը։ Դուք adekvat մարդ գիտեք, որ դեմ է խաղաղությանը։ Հակառակը Հայաստան Դաշինքը Դաշնակցությունը ամենաշատն է ուզում խաղաղություն, որ ամենաշատն է դրա համար պայքարել։ Այդ մեր իշխանության օրոք որ պատերազմ չի եղել, դա ջանք է, չէ՞, ենթադրել։ Հիմա ի՞նչ է նշանակում քո իրավունքների պաշտպանությունը կբերի պատերազմի։ Այսինքն, եթե այդ կոնցեպտով շարժվենք, իսկ հաջորդը կարող է պատերազմի առիթ դառնալ, որ մենք ցեղասպանության հուշահամալիր ունենք, Մոնտեմելքոնյան փողոց ունենք, որ մեր գիտնականները հոդվածներ են տպում աշխարհի տարբեր երկրներում։ Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, դա նշանակում է, որ մեր իրավունքների պաշտպանությունը, մեր շնչել արտաշնչել, մեր դասագրքերը Ալիևի համար պիտի պատճառեն պատերազմ։ Իսկ դա այդպես չի։ Ես պարզ օրինակով ապացուցեմ ոնց է գործում, այսինքն ցույց տամ ոնց է գործում։ 2023 թվական 9 ամիս շրջափակված Արցախ ամբողջությամբ թուլացած, իսկապես բառի բուն իմաստով նաև սոված։ Գիտեք Ադրբեջանը երբ հարձակվեց Արցախի վրա։ Անկամ նրանից հետո չէ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Դրանից 1 տարի հետո, այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանը ասեց, որ հարձակման դեպքում Արցախի վրա հայկական զինված ուժերը չեն միջամտելու, այսինքն երբ երաշխիք տվեց, որ Ադրբեջանը որևէ գին չի վճարելու իր հարձակման համար։ Հետևապես հարձակումը այնտեղ է լինում, որտեղ չկա պաշտպանություն, որտեղ հարձակվողը գին չի վճարում։ Եթե հարձակվողը գիտի, որ գին է վճարում, 10 անգամ ավելի շատ է մտածելու հարձակվել թե չհարձակվելու մասին։ Այսինքն ինչու եմ սա ասում, եթե Հայաստանում ունենա ղեկավարություն, որը պաշտպանում է երկիրը, որը չի խոսում նրա մասին, որ Հայաստանի Տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, դա ոչ թե պատերազմի հավանականությունը ավելացնում է, այլ փոքրացնում է։ Եթե ստացվի այնպես, որ Ադրբեջանի հետ այնուամենայնիվ խաղաղության պայմանագիրը կնքվի, դա ենթադրում է, որ հաջորդ քայլը կարող է լինել օրինակ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացում, միգուցե դիվանագիտական հարաբերություններ, ինչի շուրջ այսօրվա իշխանությունը բանակցում է, բայց մյուս կողմից չմոռանանք, որ մենք ունենք հայոց ցեղասպանության հարց։ Այս թնջուկը ինչպես եք պատկերացնում լուծել։ Նախ Ադրբեջանի հետ պատրաստ ենք բանակցել ավելացնելով երաշխիքներ, այսինքն որևէ կոնկրետություն, որը մեզ կտա հնարավորություն հնարավորինս կախված չլինել Ալիևի կամքից։ Այսինքն մենք չենք պատկերացնում, որ մեր խաղաղությունը պիտի Իլհամ Ալիևի տրամադրությունից կախված լինի։ Ներքաղաքական խնդիր ունենա, այստեղ պատերազմ հրահարի, որ իր ներքաղաքական խնդիրները լուծի, օրինակ։ Երկրորդը, իսկ ինչ խնդիր կա Թուրքիայի հետ հարաբերությունների։ Ես գիտեմ, որ իմ ուժը ամենաշատ անկալվում է որպես դեմ հարաբերությունների կարգավորմանը, բայց Թուրքիան փակել է սահմանը, երբ ուզում է թող բացի։ Եթե ուզում ենք շատ բան անենք, պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ ստորագրել, որ երկու երկրներ դիվանագիտական ներկայացություններ կարող են ունենալ, սահմանները բացվեն եւ բանակցություններ շարունակեն միջազգային իրավունքի համապատասխան։ Մեր ամբողջ խնդիրն է, որ դա չպիտի լինի ցեղասպանության ուրացման գնով։ Չպիտի մեզ պահանջ ներկայացնեն, որ այ ուզում եք ձեր սահմանը բացենք, բան արեք, մերժեք ցեղասպանությունը, դատապարտեք ցեղասպանության ճանաչում։ Մեր ամբողջ խնդիրը դա է։ Երաշխավորներ պետք է մեզ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Առանց նախապայմանների պատրաստ ենք Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները։ Թուրքիայի դեպքում ակտիվ ռազմական գործողությունների մասին չենք խոսում։ Երաշխավորներ մեզ պետք են Ադրբեջանի ագրեսիան հնարավոր կանխելու համար։ Եթե կարող ենք մենք մեր ուժերով անել դա, իշխանությունը պիտի դա ասի, որ չէ, մեր ուժերը լրիվ բավական են, բայց իշխանությունը ասում վտանգ չկա, ոչ թե մեր ուժերը բավական են։ Մենք կարծում ենք, որ վտանգ կա, մեր ուժերն բավական չեն։ Հետևաբար, այո, պետք են երաշխիքներ։ Ու միջազգային, հնարավորինս զսպող։ Հասկանալի է, որ շատ խառը ժամանակաշրջան են, միջազգային բոլոր երաշխիքները չի որ աշխատում են, բայց թեկուզ վատ աշխատող, չաշխատող կամ հավանական աշխատող երաշխիքը շատ ավելի լավ է, քան մենակ Ալիևի տրամադրությունը։ Բայց արդեն 2 տարի սահմանի չեն կրակում, Տիկին Վարդանյան, սա խաղաղություն չէ։ Իսկ ինչի կրակեն, թե ինչ ուզում են տալիս են։ Այսինքն ո՞նց է խաղաղություն։ Օրինակ, եթե 2019-2020-ից առաջ էլ գրեթե մի տարի չէին կրակում, խաղաղություն եկավ, թե ավելի սարսափելի պատերազմ եկավ։ Ո՞նց կարելի է ժամանակավոր հրադադարը, ամբողջ խնդիրը դա է, որ ժամանակավոր չկրակել, քիչ կրակելը կանգնել ասել խաղաղություն է, բայց սեփական ժողովրդին ասել, եթե դու երկրի ներսում իշխանություն փոխես, աղետալի պատերազմ կլինի։ Հիմա խաղաղություն է, թե աղետալի պատերազմի վտանգ կա։ Տարիներ առաջ Հայաստանի երաշխավորն ու դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն ու ՀԱՊԿ-ն էին։ Այսօր փաստացի սրված հարաբերություններ ունենք թե ՀԱՊԿ-ի, թե Ռուսաստանի հետ։ Դուք երբ գաք իշխանության, ինչ եք անելու Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կամ դեպի ՀԱՊԿ վերադարձ կլինի։ Ուզում շատ պարզ պատասխանեմ, էլի գուցե տրիվիալ լինի։ Օրինակ, ինչ եք կարծում, հայտարարություն չանելը, որ
հիբրիդային սպառնալիք կա, ակնարկելով Ռուսաստանին դենց ամեն կերպ ցույց տալով, մատնացույց անելով, արտաքին հետախուզական ծառայությունը այդպիսի հայտարարություն անի, հետո երբ այնտեղից իրավիճակը սրվի նման արձագանքեն, այդպես էլ երկիրը չասել։ Կօգնի թե կխանգարի հարաբերությունների բնականոն ընթացքին։ Մեր կարծիքով կօգնի։ Այդպիսի հայտարարություններ չանելը։ Շատ པարզ բան ենք ասում։ Մեր տնտեսության ճյուղեր կամ որ 90%-ով կախված են Ռուսաստանից։ Մեր տնտեսության կախվածությունը վերջին տարիներին Ռուսաստանից մենակ աճել է։ Մենք մեր հայտարարություններով անպատասխանատու իրավունք չունենք մեր բնակչության հսկայական զանգվածին, խոսքը միլիոնավորների մասին է, 100 հազարավորների մասին չի անգամ։ Դնել հարվածի տակ ու կանգնեցնել մի փաստի առաջ, որ գազը կարող է 3 անգամ թանկանալ, որ կարող է իրենք այն քիչ արտադրակ տեսակները, որոնք մեր երկրից արտահանում ենք, չկարողանան այն շուկա, որտեղ արտահանում են ներմուծել։ Մենք սա ենք առաջարկում։ Չսրել առանց մենակ նրա համար, որ մեզնից այլ ուժային կենտրոն դա է պահանջում կամ ակնարկում հարաբերություններ են երկրի հետ, որից կա այդքան կախվածություն, դիվերսիֆիկացնել տնտեսությունը, այո, այդ կախվածությունը պիտի իջնի, դա նորմալ չէ։ Բայց ոնց կարող ենք, օրինակ դրա համար մենք առաջարկում ենք BRICS անդամակցություն, 700 միլիոնանոց շուկային արտոնյալ բաներով հասանելիություն։ Հիմա սա դիվերսիֆիկացում կարող է լինել, թե չի կարող լինել։ Ոչ թե անիրատեսական ԵՄ շուկա, որտեղ ոչինչ չեն կարող արտահանել, չունենք պարզապես արտադրյալ տեսակ, որ այնտեղ է արտահանվում, բայց ավելի համապատասխան ենք BRICS աշխարհում հիմա մեծագույն տնտեսական շուկային։ Սա ենք առաջարկում։ Դիվերսիֆիկացիա կարող է լինել գնալով եւ տնտեսությունը զարգացնենք եւ կախվածությունը իջեցնենք մի կենտրոնից։ Այո, այս ճանապարհով է պետք գնալ մեր պատկերացմամբ։ Մեր պատկերացմամբ ընդհանրապես պետք է սկսել դիվերսիֆիկացիայի համար նաեւ անհրաժեշտ է, որ դու ինչ-որ բան արտադրես, որ կարողանաս դիվերսիֆիկացնել քո շուկաները։ Սա է մեր պատկերացումը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։ Կհանդիպենք վաղը, ցտեսություն։